Հակասական է օրվա տեղեկատվությունը։ Մեկ Իրանը մերժում է բանակցությունը, մեկ խոսում են, թե ուսումնասիրում են այն նախագիծը, որը ուղարկել են Միացյալ Նահանգներից։ Եթե մերժում է Իրանը բանակցության այն ձևաչափը, ինչ առաջարկում են Վաշինգտոնից, ինչի սպասել։ Կարծում եմ, մենք պիտի սպասենք ռազմական գործողությունների հետագա էսկալացիա, ռազմական գործողությունների շարունակականություն, որի մեջ կներառի ինչպես Միացյալ Նահանգների եւ Իսրայելի օդային եւ հրթիռային հարվածները Իրանին եւ Իրանի փորձերը շարունակել մասամբ փակ պահել Օրմուզի նեղուցը եւ դրա հետ մեկտեղ ժամանակ առ ժամանակ հրթիռային եւ դրոնային հարվածներ հասնի ինչպես Իսրայելին, այնպես էլ ինչը կարծում եմ այս պահին ոչ պակաս կարևոր է այդ զսպման տրամաբանության տեսանկյունից նաեւ ծոցի երկրներին։ Ծոցի երկրների դեմ գործողությունները զարմացրել է Միացյալ Նահանգներին։ Դա կարծում եմ խոսում նրա մասին, որ երևի թե այն որոշումները, որոնց հիման վրա նախագահ Տրամպը ընդունել էր որոշում սկսել ռազմական գործողությունները կամ լիակատար չէին իր մեջ ներառում հնարավոր սցենարները կամ անտեսվել են երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից։ Այսօր ասում է Միացյալ Նահանգների նախագահ, Իրանը բանակցում է, բայց վախենում են խոստովանել։ Իսկ ինչից պետք է վախենա։ Ոնց հասկանում եք, այս պահին Իրանի համար չափազանց կարևոր է փորձել ձգձգել այս ռազմական գործողությունն անփուլում, երբ որ թմոթե Միացյալ Նահանգները եւ Իսրայելը ունենալով լիակատար տեխնիկական առավելություն, հատկապես օդային, հրթիռային, հետախուզական միջոցներում եւ այլն, դրա հետ մեկտեղ չկարողացան լուծեին այն գլխավոր նպատակը, որը որ դարձավ երևի թե հիմք ընդհանրապես ռազմական գործողությունը սկսելու, այն է ոչնչացնելով ռազմաքաղաքական ղեկավարությունը Իրանի, նաեւ փոխել ամբողջ քաղաքական ռեժիմը, դա տեղի չունեցավ եւ քանի որ այս պահին նաեւ Միացյալ Նահանգները իսկապես կանգնած են ռազմավարական երկընտրանքի առջև կամ շարունակել այս ռազմական գործողությունը, բայց դա տեղի է ունենալու գլոբալ տնտեսական եւ էներգետիկ ճգնաժամի շրջանակներում, որտեղ հասկանալի է, որ Օրմուզի նեղուցի նույնիսկ կիսով չափ փակ լինելը դա իսկապես ահռելի գլոբալ մակարդակով հետևանքներ կունենա, կամ Միացյալ Նահանգները պիտի գնան ցամաքային կամ դեսանտային սահմանափակ ինչ-որ օպերացիային, որը նաև նույնպես հղի է եւ բավականին լուրջ վտանգներով եւ հնարավոր է նաև շատ լուրջ մարդկային եւ տեխնիկական կորուստներ ամերիկյան զինված ուժերի եւ հնարավոր դաշնակիցների կողմից եւ որևէ ձևով երաշխված չի, որ այդ ցամաքային կամ դեսանտային օպերացիան հաջողվի։ Կամ Միացյալ Նահանգները պիտի փորձեն օգտագործելով միջազգային հանրությունը, ներգրավելով նաև այն երկրներին, որոնք որ ասենք Չինաստանի կամ Իրանի պես շահագրգռված են այս նեղուցի բացման եւ օգտագործմանը եւ որոնք որ նաև ունեն բավականին լուրջ քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական մատակարարման լծակներ Իրանի վրա, փորձելով ներգրավել, սառեցնել այս ռազմական գործողությունները։ Բնականաբար ոնց որ դա շատ հաճախ է լինում նման աշխարհակական գործընթացներում, այս բոլոր իմ նշված սցենարները միանգամից են դիտարկվում եւ կախված նաեւ ռազմավարական եւ ռազմաքաղաքական զարգացումներից, նաեւ Միացյալ Նահանգները հակված կլինեն այդ սցենարներից մեկը կամ երկուսը այս կամ այն ձևով կիրառել։ Դե Իրանը այսօր հրապարակել է այն երկրների ցանկը, ովքեր անարգել կարող են Հորմուզի նեղուցից օգտվել, այդ թվում է Ռուսաստանը եւ Չինաստանը։ Դուք այսպեսի մի արտահայտություն եք արել, որ այս Հորմուզի նեղուցում չէ, եւ Իրանում եւ Ուկրաինայում շահում է Պեկինը։ Հա, այսպեսի համեմատություն եք արել, ինչ նկատի ունեք։ Ինչ վերաբերում Ուկրաինան, հասկանալի է, որ արդեն 5 տարվա ընթացքում, երբ որ ուկրաինական պատերազմի մատակարարման, սպասարկման, աջակցության առումով եւ Եվրոպան եւ Միացյալ Նահանգները բավականին լուրջ ֆինանսական եւ ռազմատեխնիկական ռեսուրսներ են ծախսել եւ այդ ծախսերը նաեւ որոշ չափով
շեղում են ուշադրությունը Թայվանից, շեղում են ուշադրությունը Չինաստանի համար ավելի կարևոր այդ ուղղությունից եւ Չինաստանը նաեւ որով չափով շարունակականություն է ապահովում Ուկրաինայում ռազմական գործողություններ հանդիսանալով Ռուսաստանի եւ տեխնոլոգիական, այդ թվում նաեւ դրոնային տեխնոլոգիաների գլխավոր մատակարարից մեկը եւ նաեւ Ռուսաստանի էներգետիկ այդ ռեսուրսները գնելով նաեւ ապահովում Ռուսաստանի ֆինանսական կայունությունը։ Դա ակնհայտ է, ինչ վերաբերում է Իրանի շուրջ այդ զարգացումներին, ապա մի կողմից այո, Չինաստանը, Հնդկաստանի հետ հանդիսանում է եւ Իրանից եւ ընդհանուր առմամբ նաեւ Պարսից ծոցի երկրներից նույն այդ էներգետիկ ռեսուրսների սպառողներից մեկը, բայց մյուս կողմից նաեւ Չինաստանում շատ լավ հասկանում կամ ակնկալում են կամ գնահատում են Իրանի դեմ պատերազմը որպես հնարավոր բազմաշերտ քաղաքական ռազմավարության մի մասը Միացյալ Նահանգների կողմից, որը ուղղված էր ոչ միայն եւ ոչ այնքան Իրանին, այլ նաեւ այդ նույն Իրանի էներգետիկ եւ ռազմավարական նշանակությունը հաշվի առնելով, փորձելով վնաս հասնելով Իրանին կամ ինչ որ փոխելով քաղաքական կարգը Իրանում, նաեւ լծակներ ստանալ Չինաստանի հանդեպ։ Եվ այս ֆոնում պարզ է, որ Չինաստանը փորձում է իր սեփական ռազմավարությունը, եթե կարելի ասել, օգտագործել, այն է փորձել Իրանին ներգրավել որպես արդեն Չինաստանի պրոքսի պետություն, նույն ձևով ոնց որ ասենք Իրանն է օգտագործում Հեզբոլլան, շիիտական տարբեր կազմակերպությունները մերձարարքում որպես պրոքսի գործիքներ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների դեմ, այ օգտագործելով դա իր ավելի գլոբալ հակամարտության համատեքստում Միացյալ Նահանգների հետ եւ ավելի բնականաբար երկարաժամկետ կտրվածքով։ Թրամփը հայտարարել է Չինաստան մեկնելու ժամկետը, երբ է գնում Չինաստան, մայիսին։ Այսինքն առանց իրանական կոնֆլիկտը լուծելու այդ հայցը իմաստ չի ունենա Թրամփը։ Եվ ինչքան որ ես գիտեմ, ընդհանրապես նախատեսվում է, որ դա պիտի տեղի ունենար ապրիլի սկզբին, եւ Իրանի ռազմական գործողությունների այս երկարացումը կարծում եմ ազդեց նաեւ այս ժամկետի փոփոխման վրա, եւ նաեւ մենք չենք բացառում, որ արդեն նշված այլ տարբերակների եւ այլընտրանքների ընտրելու անհրաժեշտության ելնելով նաև Միացյալ Նահանգները միգուցե մինչև մայիս լիովին չկարանան ռազմական կամ դիվանագիտական առումով Իրանի հարցը չեմ ասում լուծել, այլ որոշ չափով կարգավորել, ինչը մյուս կողմից նաև հասկանում եք, որ այդ հակամարտության գլոբալ, հատկապես տնտեսական եւ էներգետիկ հարթությունները հաշվի առնելով այս գլոբալ տրվածքը, գլոբալ նշանակությունը ունենալը կարա բերի նաև լուրջ ճգնաժամի եւ արևմտյան եւ ասիական երկրներում եւ ամենակարևորը նաև գլոբալ շուկաներում։ Թուրքիան չկա Հորմուզից օգտվող երկրների շարքում։ Ոչ պատահական ընտրություն։ Նախ սկսած նրանից, որ Թուրքիան ունի տարբեր էներգետիկ ռեսուրսների մատակարարման աղբյուրներ, այդ թվում նաև տարբեր գազա եւ նավթա մուղիների, այդ թվում նաև Պարսից ծոցի երկրների կողմից, բայց մյուս կողմից նաև մենք տեսնում ենք եւ դա պիտի չզարմացնի դեպ, որ Թուրքիան չափազանց զգուշավոր կեցվածք ունի այս ամբողջ գործընթացներում, ինչը բացատրվում է բազմաթիվ ներքին, արտաքին ռազմավարական եւ տնտեսական խնդիրներով եւ հաշվարկներով։